Բարի առավոտ, իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, թող բոլորիս առավոտը բարի լինի։ Ես ուրախ եմ, որ այս ժամին ունեմ այսպիսի յուրահատուկ հնարավորություն ձեր հետ կիսվելու օգտակար խորհուրդներով, յուրահատուկ գաղտնիքներով։ Հուսով եմ իմ օգտակար խորհուրդները ձեզ միանշանակ պետք կգա։ Այսօր խոսելու եմ մի յուրահատուկ թեմայից, թե ինչպես անենք, եթե մեկը վախեցել է ինչ-որ բանից, շնից կամ չգիտեմ, ինչ-որ վատ երազներ է տեսնում։ Ես շատ հաճախ լսում եմ, որ ասում են, գիտեք, գնացինք վաղ չափողի մոտ, մոմ թափողի մոտ, իմ շատ սիրելի հեռուստադիտողներ։ Ոչ թե ես ձեզ պրոպագանդում եմ, որ դուք չգնաք ինչ-որ վաղ չափողի մոտ կամ մոմ թափողի, ուղղակի ես չգիտեմ այդպիսի բան, որ ինչ-որ միտեղ գրված լինի, որ կա այսպես վաղ բռնող, վաղը ուր է փախնում, որ ինչ-որ մեկն էլ բռնում է։ Բնականաբար յուրաքանչյուրս կարող ենք վախենալ մեր մահացած մերձավորներից, կարող ենք վախենալ շնից, կարող ենք վախենալ մտից եւ այլն, մի շարք այսպես կարող եմ ամբողջ օրը թվարկել, բայց որպեսզի ձեզ չցանրացնեմ, ձեզ չհոգնեցնեմ, պետք է անցնեմ բուն թեմային։ Վախենում են բոլորը միաժամանակ, կլինի կին, տղամարդ, մեծահասակ, փոքր, թե երեխաներ։ Շատ հաճախ ասում են, որպեսզի երեխաները գիշերը չվախենան, բարձի տակ կամ այսպես դոշակի տակ դնում են տանակ, մգրատ, պատարակախ։ Ես ուզում եմ հասկանալ, թե ինչ նշանակություն ունի այդ տանակ, պատարակախ, մգրատը, այդ առարգաները, ինչպես կարող են երեխային կամ մյուսին օգտակար լինել։ Հետո խոսելուց կարող ենք ասել, վայ, գիտեք, մենք քրիստոնյա ազգ ենք, բա քրիստոնյա ազգը երեխայի գլխի տակ դնում է տանակ, պատարակախ, մկրատ, դուք դրանով կարող եք այնպես անել, որ արդեն երեխային գցեք չարական կաբանքների մեջ, իմ շատ սիրելի հետևորդներս, չի կարելի զերծ պահեք ձեզ նման չարական կաբանքներից, հետո ձեզ կաբանքներ եք անում, հետո գալիս ասում եք, գիտես ինչ Տիգին Գրիգորյան, գնացինք այստեղը, այնտեղը, սենց ստացվավ կամ թեկուզ եկակի մոտ, եթե մենք որոշ չափով զգոն լինենք, ուշադիր լինենք, կհասկանանք, որ շատ բաներ մենք ինքներս ենք մեզ ֆիքսում, մենք ինքներս ենք մեզ կոդավորում, սարքում չարական կաբանքներ, հետո փողոքում բախտից, ճակատագրից, շատ հաճախ թողնում ենք մեր ձեռքից գնա մեր հաջողությունը ու ասում ենք, վայ ինչի ենք անհաջող, ինչի կորավ մեր հաջողությունը, որպեսզի ձեզ շատ չցանցրացնեմ ու ձեր մոտից, թե ձեր բալիկի վրայից անցնեմ բոլոր չարությունները, անեծքները, դժբախտություններն ու անհաջողությունները, նորից ու նորից պետք է անդրադառնամ սովորական ծորագիջերին, իմ շատ սիրելի հետևորդ, իմ շատ սիրելի հեռուստադիտող, եթե ձեր բալիկը ունի անքնություն, երազին տեսնում է այսպես տարօրինակ վախենալու երազներ, առավոտ մեկնաբանում է կամ շատ փոքր է, չի կարող մեկնաբանել եւ երեխան անհանգիստ է, պետք չի երեխայի գլխի վրա այսպես գլխարկին կպցնել աչքահուլունքներ, փուլավկաներ ու ասել աղոթեցինք երեխան քնավ։ Պարզապես մեզ ինչ է հարկավոր, մեզ հարկավոր է մեր ծորագի ջուրը կամ այն ջուրը, որը խմում է բալիկը, վերցնում ենք այդ ջուրը, այնքան որ բալիկը կարողանա խմի, պահում ենք մեր բերանին մոտ եւ ասում 7 անգամ հայրմերը։ 7 անգամ հայրմերը ասել վերջացնելուց հետո ասում ենք թող այս սուրբ ջրով Հիսուս Քրիստոսի կամքով, Հիսուս Քրիստոսի թափված այրունով եւ անունով իմ բալիկիս ու տալիս ենք բալիկի անունը, վրայից բոլոր չարությունները, վախերը, այս պահից դուրս գա ու գնա, թող ջրի նման իր կյանքը զուլալվի, մակրվի, թող խաղաղ գիշեր լինի, անխապան գիշեր իմ բալիկին։ Այնուհետև մի փոքր խմացնում ենք այս ջրից բալիկին, մյուսը բալիկի դեմքը լվացնում ենք եւ թողնում ենք, որ ինքնուրույն չորանա, չենք սրբում։ Սա շատ յուրահատուկ ու լավ մեթոդ է, անփորձանք, անվախ, սա չի կարող բալիկին բերել չարություն, որովհետեւ դու քո տերունական աղոթքն ես ասում, դու քո սերդի խոսքն ես ասում, իսկ որտեղ կա Տիրոջ անունը, որտեղ կա Հիսուսի անունը, այնտեղ չի կարող լինել չարություն, այնտեղ չի կարող լինել անեծք, տանջանք, տառապանք։ Ես ուզում եմ, որ յուրաքանչյուրը չունենաք վախեր, յուրաքանչյուրը չունենաք անհանգստություններ, տխրություն, մտածմունք, որ բոլորիդ մոտ լինի ամեն ինչ հաջող եւ դրական։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ես Բայձարատես Անի Գրիգորյանս պատրաստ եմ ձեզ օգնելու։ Պարզապես զանգահարեք 077 49 48 28 հեռախոսահամարով կամ զանգահարեք 098 80 89 30 հեռախոսահամարին։ Մեծ սիրով ու ջերմությամբ կպատասխանեմ ձեզ, իսկ բոլորիս հետ թող լինի հույս,
հավատ եւ սեր։